Ալո, բարև ձեզ, ասի բարև ձեզ, հա, բան մի քիչ խառը, էլի բարև ձեզ, Հակոբյանն է զանգում, արդեն կա իրանց մոտ, էլի արի։ Էլի ես եմ, Համարեկա։ հա, Իսես մարոնները խառնում են, ինչ եք ասում։ էլի կոներով, Եկել է բազար։ եկել է բազարի։ Ու ինչ ա էլի ապեր, չէ, տրիկոյ։ Դե որ այդպես է ուզել է կամ որ չլինի, կամ էլ որ ուզածս իմ կողքից լինի։ Միայն նայել բեռնելով այսպես լինի։ Վերջում մի հատ է բան։ Հաղորդման գործընկեր For You AM։ Հաղորդման գործընկեր Sarli Soap ընկերություն։ Հաղորդման գործընկեր Akame Sushi։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Խոհանոցում հաղորդաշարի հերթական հաղորդումը, խելար անակնկալ ունենք այսօր, բայց մինչ անակնկալին անցնելը առաջարկում եմ բաժանորդագրվեք մեր էջերին եւ սեղմեք լայք կոճակը, որպեսզի ունենանք մեծ տարածում։ Սիրելի հետևորդներ, կարող եք նաև բաժանորդագրվել մեր Patreon-ի էջին, Դռնակ Production-ը Patreon-ում էջ ունի, որտեղ կարող եք դիտել նյութեր, որ YouTube-ում չեք կարող տեսնել։ Միջավայրը մի փոքր էլ ես մեջբերում անեմ, եթե կարելի է ձեր թույլատվությամբ, ուրեմն սիրելի հետևորդներ, նաև դուք կարող եք ձեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել Donation Alerts կայքի միջոցով, ինչպես նաև Patreon-ի միջոցով, որը տեղադրված կլինի հենց մեր այս տեսանյութի ներքևում։ Ըստ է մոտավորապես։ Այս կողմի վրա է, ինչ որ, հա։ Հա կգտնեք։ Իսկ հիմա անցնենք մեր անակնկալին, ինչպես տեսնում եք, առաջի անգամ այս ձևաչափով Что в черном ящике? Հա, բանն է։ Ով կարալ։ Սեկտոր պրիզ նա բարաբան է։ Պրիզ или деньги։ Բայց ինձ թվում է ինքը արդեն մեղ կա, ինձ թվում է արդեն քրտնել է։ Այո, եթե կարելի է։ Բայց չէ, մի վարկան մի հատ բան ասեմ։ Ուզում եմ ասեմ, որ այս մարդը բանակում հերոստասերիալի ամենադժվար կերպարներից մեկը կամ երևի հենց ամենադժվար կերպարն է մարմնավոր է, այ հիմա արդեն կարանք բացենք։ Կարանք բացենք։ Երազենք 1 2 Ես մենակ մի բան չհասկացա, ժողովուրդ ջան, նախ մի հատ բարև ձեզ։ Ես ուզում եմ դուք անպայման բաժանորդագրվեք, որովհետև ես 40 րոպե է այս բանի մեջ եմ։ Ոստեղ բաժանորդագրվում են 18 դոբլով, որ դուք Մարդը արդեն քրտնել է։ Բայց զգացիր, որ հենց ինքը սկսեց արդեն մունատով։ արդեն բողոքները սկսվել է։ Ոնց է։ Շատ լավ, դուք ոնց եք։ Լավ եք։ Արդ, ուզում եմ մի երկու բառով ասես հիմա ինչ ես անում, որովհետև քո մոտնես մի քիչ ոնց որ ճակատագրական բան ստացվեց բանակումից հետո։ Իսկ թվում է դու բանակումից հետո չնկարվեցիր, չէ՞ ոչ միտեղ։ Բանակումից հետո մի քանի նախագծերում եմ հանդես եկել, ֆիլմերում, փոքրիկ կերպարներով, Ավել չէին տալի։ Չէ, ավել ոնց որ ժամանակս թույլ չէր տալիս, ես հիմա ինչքան կարողանում եմ ոնց որ հեռու եմ ինձ պահում երկար պրոյեկտներից։ Բայց կարճ էր որ լինում է ժամանակը։ Կարճ էր որ լինում է 1-2 տենց դրվագներով բան գնում եմ։ Իսկ երկար ժամանակը որ ունես այսօր ինչ ես անում, ինչով ես զբաղվում։ Վաճառքներով եմ զբաղվում հիմա, ֆիրմայի վաճառքի ղեկավար եմ։ Դու այն գլխից ծախել սիրում էիր։ Ոնց որ ծախելու մատերիալ լինի, էլի, ոչ մի խնդիր չկա։ Ծախելու մատերիալ լինի, խնդրեմ։ Արդ մենք դե գիտես ձևաչափը հիշում ենք նկարանումների անդրկուլիսյան կյանքը Անդրշիրիմյան չէ։ Շատ բաներ են եղել, երբ որ արդեն մենք մտածում ենք որ քեզ կանչենք, բոլորիս համար եղավ միացած բան, որ քո այդ պատմությունները այնքան շատ ա եղել, որ կարողա մենք 3-4 սերիալ նկարենք, էլի, որովհետև մի հաղորդման մեջ տեղավորելը չգիտեմ։ Առաջարկում եմ դու սկսես պատմություն, որը տենց այս բանին եկել է ու տպավորիչ է ու կհետաքրքրի մեր հետևորդներին։ Ուրեմն սկսենք երևի սկզբից 2008 թիվներ, չէ՞։ 45 թիվներ։ 45 թիվներ։ Իրականում հա, իմ հետ շատ պատմություններ կան ու հիմնականում երևի այդ պատային պահներ, որ գալիս հասնում էր միտեղ, որ ես արդեն ինձ պետքա տենց զգույշ պահեի։ Թե նկարանների ժամանակ, թե նկարաններից դուրս ու շատ դժվար էր այդ պերիոդը, երբ որ ես բացասական կերպարը մարմնավորում էի, մարդիկ էլ գործ տվող, էլ դե այն բառերով չասեմ։ Արդ,
կերպարդ ինչ ազդեցություն ունեցավ կյանքում։ Հիմա նայ, մենք դրական կերպարներ ենք խաղացել, դե բնական է մինչև հիմա, ասենք այդ դրական արձագանքը կա, էլի մենք ուր գնում ենք, բան, դրական մոտեցում կա։ Քո կյանքում դե քոնը բացասական էր։ Շատ դժվար է։ Ասենք ես ուզում եմ քո այդ ողջավորությունը հասկանալ, ինչ կա այդ ողջավորը։ Գիտես ինչ, Նա ելը մի ռեժիսորը նոր ասաց, իրար վրա մի բարձրացեք, որ տեքստը նորմալ գրվի։ Հիմա նայ, մենք իրար հետ շատ ա եղել, իջել ենք Հյուսային պողոտայով եւ այլն, գնում էինք, գալիս էին ասում, վայ, համբարձումը, բան է, որ Ջևորը, չգիտեմ, Արտյոմը, Մինասը, բան, գալիս էին նկարում են ու ես զգում էի, որ տենց բան է, էլի ախպեր։ Ոչ մի չի։ Չի ախպեր, ոչ մեկ չի գալի։ Ու իմ համար շատ տարօրինակ էր ելնում, երբ որ ինչ որ էլի տենց մեծ մեր կոլեկտիվով էինք գնում, մի հատ երեխա գալիս էր ասում էր, գիտեք, չէ, ամենաշատը ձեզ եմ սիրում։ Որը sense իզմեն էր ելնում, ասում էր, այս երեխան խնդիրներ ունի, ասում էր, Կամ խափում։ ոնց կարա ինձ սիրել, ասենք ինձ պիտի չսիրի, ոնց չի կարա տենց բան լինի։ Ու իմ հետ կատարված դեպքերից հետաքրքիր մի անգամ օպերայի մենք հիշեք միշտ այդ կաֆեում անուններ չտանք, գովազներ չլինի, շատ էինք հավաքվում։ Մեր կաֆեն էր։ Որ ես մոտոյով գալիս։ Այդ պատմություններ կպատմենք, թե ոնց հեծանիվը փոխվեց մոտոյի բան։ Մոտոյով գալի կանգնում էինք, գալի ջրվում էինք, բան ինչ-որ sense հետաքրքիր օրեր էինք անցկացնում։ Մի օր մի հատ տարեց մարդ, կլներ մի 70-80, տենց մի 90-ին մոտ, հա, վերջը։ Բան արեց, ճանապարհը անցնելուց եկավ sense ձեռը սեղմեց, sense եթե կարելի է, էլի, ձեռը սեղմեց, նայեց դեմքիս հալալա տղա ջան։ Ու sense գնաց։ Օրա իմ մոտ բաներ ա փոխվել, որ ես արդեն բան են Ալ Պաչինո բան դրանք մի կողմ արդեն։ Ես բան չի արել, որ ասեն հալալա, էլի։ Հա, տենց երբեք չի եղել, միշտ են որ տենց թքեներեսիդ բան է, ինչ տուշոնք են գողացարեն բանին մինասին ծախեցիր, բանին sense արեցիր, քաջիկին խեստապում, համբարձում իդ խիչես յոլա գնում այդ տեղ աշորի մեջ, բա։ Ու մի օր տենց բան, ու իմ մոտ այդ լիքը բան փոխվեց։ Իսկ իմ կյանքում ինչ Բայց չհարցրի, ասիր ինչ ա եղել, ինչի համար է ասում։ Բան չասես, չէ, ես արդեն այնքան հուզված էի։ Հազվագյուտ մեկը որ ասել է հալալա քեզ տղա ջան, ասել է ինչ հարցնի, ինչի։ Բայց իրականում տղեկ շատ դժվար է եղել Արտուրի վիճակը այդ օրերին, է։ Շատ բան հարցնեմ, էլի, որ ասեց հեծանիվի պատմությունը։ Մեքենա ունես, չէ՞ հիմա։ Հա, վարում ես, չէ՞ մեքենա։ Գիտեք այս մեքենայի պատմությունը, ոնց Արտուրը պետք է սկսվի հեծանիվից։ Հեծանիվից բայց հեծանիվը ինչի համար էր։ Նայ, գնում ենք նկարահանման, այդ նոր սկիզբն է նկարահանումների, ոնց որ մի հատ պատմեմ, էլի Արտուրը այս պատմությունը, գնում ենք նկարահանման, բան Արտուրը ոնց որ մոտ էինք ապրում, այդ որ ասեց նկարվել, բան իրիկուները լինում էր, որ քայլում էինք, բան ինքն նկարվում էին, Արտուրին թարս նայում էին, ինչ էին նկարվում, նեղվում էր, բաներ, սկզբի ժամանակներն է։ Եկավ ասեց էլ արդեն հնարավոր չի, ասես մարշրուտներով գնում գալիս եմ թքում մրում են, կնանիք ինչ ասես ասում են, էլ հայհոյանքներ, էլ չգիտեմ ինչ են։ Գալիս է ասում է, ապե ուժե նիմագու ասում է։ Հնարավոր չի։ Ասում է ուժե նիմագու ախպեր։ Իլի ուբեգու, իլի պավեշուս, այդ վիճակներ են։ Ասի արդ նայ, ասի, արի մի հատ հեծանիվ առ, հեծանիվը ոչ մեկ բան չի կար ասի, գնալուց բան է, էլի, ճիշտ է, պեդալ կտաս։ Դե որորը որ ստացվում էր իրար հետ ենք նկարահանում։ Մենք մեքենայով են արագ Այդ ժամանակ կասկադ էինք ապրում, ասեցինք քիչնենք հեծանիվ, հետո այդքան տեղն է կբարձրանա։ Բայց այդ հեծանիվ ասա ումից ես արել։ Ուրեմն այս հեծանիվի պատմությունը հիմա ես պատմի։ Նկարահանումներն նա արդեն էփել է այն պահը, որ մենք պետք է փող ունենանք, հավաքել ենք իր վրա հեծանիվ առնենք։ Այդ հեծանիվը մի օր առա, եկա ու համբարձում Էմիլը ասեց ախպեր մի հատ հեծանիվ ունեմ իրա նման եմ որ ախպեր այն որ պարկած ենք իրար մարդու կնիկ են որ խոսում են տեղաշորի մեջ պարկած են ապա մի հատ հեռախոս կա բան հեծանիվ կա բանը մեր գարաժն է դες յանում չեմ լսե բան ասենց վիճակ հա լսեցնում եմ Ասում եմ հայ փողեր պետք։ Ասեմ հեծանիվ կոսի թույն ասի դες դիսկավոյ տորմուզներով բանով բան լուրջ ես ասում բա ասում ախպեր բայնա ես ասում այլ ոտով չես անում հիմա զարգացել է սխմում ես պահում բան ասես բաներ է ասում արդեն Տեսան որ գլխից Էմիլն է լավ ծախե ոչ թե դու բա Աբրանք ծախել գիտի մա Հետո արդ։ Հետո ուրեմն ասեց դու այդ փողը որ հավաքել ես տուրի ինձ բանա ես այդ հեծանիվը կտամ քեզ դե ասի դե բա Էմիլն է ոնց բան եմ ամենօրվա ծոցից մարդ ոնց չտամ դա տենց 60000 տոլի 100000 չեմ հիշում այդ փողը տվեցի Էմիլին
ասաց 3 օրից բերեմ ախպեր, բան այդ կողքի գարաժն է, հիմա փակել է, էլի այդ մարդը հետո ոնց որ մի քիչ կոնֆլիկտ բան կար, հեսա կվեկալեմ կբերեմ։ Մի 15 օր անցավ։ Լավ, ասաց 3 օրից որ մի 15 օր անցավ։ Էմ ջան ինչ կա այդ բանից, հեծանիվից։ Ինչ հեծանի։ Փողը վերցրել է բայց։ Փողը վերցրել է։ Փողը ծախսել։ Փողը մի 20 րոպեից չկար։ Այդ փողը չկար։ Էմիլի մոտ միշտ փող չկար ախպեր։ 20 րոպեից շատ։ Աշխատավարձը գնում ենք ստանալու են 10-րդ հարկում, ստանում ենք, դուրս ենք գալի, մինչև լիֆտով իջնում ենք չկար։ Ուր ծախսը։ Վերջը։ Ուրեմն մի 15 օր հետո Էմիլ հեծանիվը սուրա, բա ի՞նչ հեծանիվ, ասում, այն որ պետք է տայի։ Օրա, ճիշտ է, ախպեր, հորս սարը, ասես բան է սկսեց անել, հեծանիվը։ Բան նկարումից հետո հիշացրու բան անենք, բան լինի։ Ասի, հա, նկարումից հետո ուզում եմ հիշացնեմ բան անենք, բան լինի, էմոն չկա։ Էմոն չկա, ու տենց մի ամիս նկարման պլաշատկով, արդեն սախ նկարման պլաշատկին դիտի, որ բան է, Էմիլից հեծանիվ պետք է բերի տա։ Հեծանիվա պարտք։ Երկրորդ սեզոնը վերջանում է։ Հեծանիվա պարտք, այս Արմենը եկավ, պապիկը, բանը, որ հեռուստադիտողն էլ իմանա, պապիկն եկավ սենց ապե, այդ հեծանիվը չկա։ Իսկ մի տանջվի։ Արա ասի ոնց չկա, բան բախել, չկա։ Բայց կար։ Չէ, ապե չկար։ Ու տենց, արա հիմա մտածում ենք ոնց Էմիլից փող ուզենք։ Նա ինքը աշխատավարձը ստանում է, այդ որ հանում տալիս են, այդ պահին էլ չի ունենում ինքը այդ փողը, որ վեկալես չոջի։ Դե չկա այդ փողը։ Այդ փողը չկա, վերջը, այդ ոնց փակվեց Էմիլը այդ Չայնի բանով, հոդդոգներով։ Բագենոր գալիս էր ապեր։ Ինձ 2 հատ հոդդոգ բան, հոդդոգներով փակում է ապեր։ Քիչ-քիչ մի 60000-ի ապեր, այդպես մի մտնում էի, ասում եք մի հատ հոդդոգ, ասում էր բանը, գումարի բան, Էմիլի կտա։ Էմիլը տեղել էր արդեն մնացել, 60-ը տեղ էր արդեն։ Ու տենց հոդդոգ։ Ես հիմա շարունակություն ասեմ, հեծանիվից հետո, տրանսպորտային կարիերան հեծանիվից հետո մոտոն է։ Արտուրը գնում է, չէ, նայ, հեծանիվով գնում է գալիս է, հետո գալիս է բողոքում ասում է, նայ, իջնելուց ասում է, սպուսկա հեշտ իջնում եմ, հետ գնալուց ասում է ոտերս բռնվում է, շատ ասում է, պատժումը չեմ կարողանում, կամ այդ գրկած բանը դժվար է, ասի այդ ռյուկզակը գցում եմ ուսիս շորերը, բանը, բարենի ֆորմա։ Նա ինչ ես անում, ասեցի, ուրեմն հեծանիվը ծախում ես, մի քիչ փող ես վրան ավելացնում, մոտո ես առնում։ Մոտոն քիչ բենզին, հեծանիվի պատմությունը դա չի վերջանում։ Բա հաղորդման գործընկեր Sarli Soap ընկերություն։ Կարող եք մտնել Sarli Soap ընկերության Instagram-յան էջ, նախ մի հատ բաժանորդագրվեք էջին, հետո արդեն երբ ուզեք կարող եք պատվիրել այս յուրահատուկ ու շատ գեղեցիկ օճառները։ Իդեպ Երևան քաղաքում առաքում անվճար է։ Պատրաստված են բացառապես բնական հումքից։ Sarli Soap յուրահատուկ ու տարբերվող նվեր։ Այն մեր ամենավատ վախտն է, այն որ ինձ այն որ հերվից արդեն գալիս են, տենում են, ասում են թքում են երեսից, այդ պահերն է։ Բարձրանում եմ Մեղեդիի մոտ, կաֆեի մոտ, օպերայի հայաթում երկու կարմիր բերետավոր ոստիկաններ։ Ոստիկանը անցնում եմ, ապե մայթից իջի փողոցով քշի։ Ասի ինչ կախպեր, ինչ եմ արել բան։ Բատնե շիլնում, բան ճանաչել է Հակոբյանն է, ուզում է վրես մի բան ասի, ինչ որ մի բան անի, ասում եմ դա այնտեղ էլ բանը գայշտիկները չեն թողում, էլի փողոցով քշեմ, կլինի մայթով քշեմ, բայց չի լինի, արա ասում ենք, ոնց զական հետո մի 1000 հոգի մարդ հավաքվել, սենց հավաքվել են, ես հեծանիվով սենց վրան նստած, այդ բանով, սապոգներով եսի ինչով, ու այդ 1000 հոգիներ ու այս երկու այն ժամանակ բարեկ չէին, այդ կարմիր բերետավորները։ Մի խոսքով ինձ ինչ ասես ասին, խայտարակին եւ այլն, լոմկա, որ կինոյի ոնց էի լացում, այդ տենց լացակումած բանով քշում եմ շուտ հասնեմ տուն, որ տենամ այս ոստիկանների հարցը ոնց պետք է լուծեմ։ Գնացի հանգիստ շուտ արագ 102 զանգի դե ես հետո ինչ սպասի հետո Ալո բարև ձեզ, ասի բարև ձեզ, հա, բա մի քիչ խառը էլի տենց։ Բարև ձեզ, Հակոբյանն է զանգում, արդեն կա իրանց մոտ, էլի անգիր։ Էլի ես եմ, համարը կա։ Ու տենց բա ինչ ա, ասի հաղորդում եմ ուզում ներկայացնում, ինչի մասին, բա ասացի սենց, հաղորդում եմ ուզում ներկա, էլի այդ տղա։ Կարմիր բերետավորները ինձ օպերայի մոտակայքում բռնել 9:26 ժամը,
Ու մի խոսքով ես հանրային դեմք եմ, ինձ ճանաչում են, բան, խայտարակ եղա ամբողջ բանով պուբլիկան տենց կանգնած, ինձ ինչ ասեցի, բան։ Բա լավ, շատ բարի, հիմա ձեզ կզանգեմ։ Զանգեցին այդ Խանջանի վրա իրանց կենտրոնական մասն է, այդտեղի պետերից ու ինձ ասում են, որ արի հաղորդում ներկայացրու, մենք արդեն այդ երկու հոգուն կանչել ենք բերել ենք մեր մոտ։ Դու ասեցիր սիրով։ Ասեցի սիրով, բայց հիմա չեմ կարող։ Հիմա չեմ կարող, վերջը։ Ասեցի ես իրանց դեմ իրականում բան չունեմ, խնդրում եմ դուք ձեր ասելիքը իրանց ասեք ու վերջ։ Ու ինձ զանգում է իմ ընկերներից մեկը, որը էլի Կարմիր բերետավոր էր աշխատում, զանգում է, ասում է բախբեր, այդ երկու տղուն գործից անել են քո պատճառ, քո բանով։ Չի սավել։ Օրոսի հորս սարավ լավ են արել։ Մի խոսքով այդ հեծանիվը Ջուլիանս ասեց արդեն տեղափոխվել են Քոչար են։ Հա, Քոչար էր։ Ասի մոտո առ, Արտուր։ Մոտոն նայ, ոնց է, էլի, մոտոն պեդալ չես տալի, ոտերը չի օգնի, քիչ բենզին է ծախսում, ծախս չունի, բան չունի, մի քիչ էս մի աշխատավարձն է, որ ստանաս հեծանիվը ծախում ես, ավելացնում ես, մոտո ես առնում։ Մյուս ամիս Արտուրս արդեն դրն։ Բայց լավ։ Չէ, մյուս ամիս այդ չի։ Բա որն է։ Մոտ հեծանիվը որ չտվեց, բան արեց, ինչ որ sense բաներ, ասեցի մի երկու ամիս փող հավաքեմ, կարծեմ դու էլ ինձ փող տվիր, գնացի Մալացիայի շուկայից։ Սամակատարակ։ Այ մի հատ այսքան մոտո էր, հիշում եք այդ մոտո։ Հոքմոտո։ Այս ինչի համար եմ այդքան պատմում։ Այս մոտոն չինական մոտո էր։ Հա։ Ու ինքը 115 կուբիկ էր, որը քշելու համար քեզ պետքա պրավա։ Ձեր կարգի պրավա է։ Բայց քանի որ այնքան պուճուր էր ինքը, բայց շատ արագ էր գնում։ Հեծանիվի տեղը։ Գայշտիկները չէին իմանում։ Հա, ես խառնեցի պրոստը Հա, դեռ չէ, էդի տենց էական բան չի, որ կուբիկներ։ Բայց լավն էր այդ։ Այսօր պատմեմ չի է այդ մոտոն, այդ մոտոն էլ իմանա, Արտուրն ապրում է 9-րդ հարկում, Վարձով էր մնում ու ասեմ, որ դա մեր բաններ, զբորնի պունկտներ, որտեղ որ հավաքում ենք բոլորս, ինքը նստելու տուն տեղ չուներ իր տան մեջ, էլի մենք սա զգացինք։ Մեկը դիվան է վերցնում, մեկը նոթբուքը, մեկը ես ինչա, Արտուրը պոլին էր նստում, էլի, բարան չկա։ Այդտեղ մի հատ է բան ասեմ, ուրեմն ես ունեի 3 հատ կոմպյուտեր, հիշում եք տանը։ Մի հատ իմ սենյակում էր, մի հատ օփշիներ, մի հատ էլ խաղային այնտեղ ունեի, որ ես տենց քշերները միջև ժամը 2-ը, 3-ը, միջև առավոտ խաղում էի, հիշում ես, ասում էի, այս ժամին կարտնացնես, պետք է հարձակվենք ուրիշ կլանի վրա, տենց խաղայի։ Մարդ էի սպանում կրակում, հիշեցի։ Մի խոսքով այդ 3 հատ կոմպյուտերը կար տանը դրած, ես մտնում էի տուն, ինձ չէին թողում ես իմ կոմպյուտերից օգտվեմ։ Սա զբաղված էր, որ դրեք կարամ մի հատ էլ ես իմ ինտերնետից օգտվեմ, բան, սենց։ Ապե բանա, մի հատ գործ կա վրազենք։ Բան, ու տենց ես զգում էի, որ ես վեճտի անկոպ եմ մեր տանը։ Ինչ եմ այդտեղ ապրում։ Խեմ ես այդտեղ։ Խեմ ես բարձ տալի այդ տանը։ Այդ մոտոն ոնց էր հանում 9-րդ հար, գալիս էր մոտոյով փաստում էր պադից դեմը, ես տես բան չէի տեսել, նենց էր բան վարժվեր, լիֆտի կնոպկեն սխում էր, լիֆտի դռները բացվում էր, մոտոն այսպես էր անում, երկու ակի վրա անում, ցած քիթը վերև, կնոպկեն սխում էր, բարձրանում էր 9-րդ հար, հանում էր պադիեսում դնում էր մոտոն։ Անգանց հարևաններ գալի։ Այս մոտոն մի օր եկավ, ասեց շատ վտանգավոր բան է այս մոտոն, ասեց վթարվելու էի, ասեց մեռնելու էի, ապեր հազիվ պրծել եմ, ասեց ինչ որ փոսադեմը դուրս եկի, այս կողմից մեքենային կողմից։ Այն օրբելու թունելի դատ բան էր, բաց էր։ Բաց լուկա էր, բան աչքը վախեցել է, ահա որ ասեց այս շատ վտանգավոր բան է, ասի Արտուր, էսի պետքա ծախել։ Մյուս աշխատավարձին մի քիչ փող ավելացնել վրան, մի հատ ավտո առնել։ Միջև ավտո մի հատ մոտոյից բան ասեմ, այդ մոտոյի վրա լույս չկար։ Առանց Արտուրը հելնում էր, ռուկզակը գցում էր մութ գիշերվա կեսին։ Պրծել ենք այդ վրա, ասում ենք Արտուր ջան, կմեռնես էլի, մի հատ լուստ իր այդ տեխնիկա այդ վրա։ Ասում եմ, ես սաղ տենում եմ, սաղին տենում, այդ տղա դու տենում ես, կամազը քեզ չի տենում, գալու է վերովը դասնի։ Այդտենց էլ չդրի, չէ՞ լույսը։ Չէ, տենց էլ այդ կամազը վերովս անցավ։ Ասանք ավտոյին։ Չէ, մինչև ավտո մոտոն ծախեց, ասեց այսօր ուզող է գալի։ Իրանց տունն ենք ուզող Դեկտեմբեր ամիսն է, ցուրտ, ղիամատ։ Ուզողը որ եկավ, տեսա մի հատ 2 մետրանոց, 125 կիլանոց մի հատ տղա է։ Այդ մոտոն էլ այսքան մոտո է։ Ասեցի, եղբայր դու ես, այս մոտոն ուզում քշես, ասեց, հա, ես եմ առնում։ Իմ համար մի հատ սփյուռքայի տղա է։ Բաբամ շատ լավն է, աղվոր է։ Ասեց, շատ նստեց վրան, որ ինքը նստեց վրան էս մոտոն չերևաց։ Ճճխլվեց։ Բան նայում եմ Արտուր ասում, այ տղա դեսուս էի, առնում, հա, թող առնի, տանի, ինչ ես ուզում, ծախի։ Ծախեցինք մոտոն։ Ասում եմ, ժամ մեկա տալիս եմ 2 օր, 2 օրով պետք է գնամ ավտո առնեմ։ Մոտոն ծախեցինք, մեկ էլ մի օր եկավ, ասեց մեքենա եմ առել։ Աս ինչ լավ է, ուրախացա, դուրս եկա որ մեքենան տեսա, հակառակ պատկեր ստացվեց, էլի ավելի լավ էր մոտոն, էլի։
մի հատ ուրեմն մեքենայը կռիլոները չկա, ֆարերը չկա, ինքը սենց ինչ որ թեք Ժիգուլի է, բայց կեսը չկա, Շուշի կեսը չկա, չգիտեմ, ինչ դռները չի բացում, Այն որ ասում են ժեշտ է, ժեշտ։ Հա, ասեց մի հատ բանը, ասեցի նստեմ հələ քիչ քշեց, սենց զգացի որ ավտոն այսպես լողում է ճանապարհին, այսպես է լինում, բայց իր ռուլը պիտի բռնած ողի, էլի, ինքը ոնց որ լոդկա գնա։ Ասի Արտուր, այս բանը էլի վտանգավոր է, այս ավտոնարի մոտ ցույց տանք, այդտեղ արեստավորներ կան։ Այդ արեստավորները որ բարձրացրեցին, նայեցին, ասին եղբայր, էսի սարքել չի լինի, էլի, բաների տեղը, այդ կատների տեղը փեդեր է խփած, Սեպերով, բանով սարքած։ Ասեցին մենակ նայի շատ զգուշ պիտի էսի 5-10 արագությամբ քշես։ Արտուրի տրանսպորտային կարիերան թողնենք, բայց ինքը շարունակական է, որ էլի լիքը խնդալու պատմություններ կան, բայց գանքը մեր նկարումների ժամանակ այն քո ասած պիկ ժամանակահատվածն էր Հակոբյանի այդ լարված այդ վիճակը գնում էր ու մենք այդ օրերին ես Արտուրը Արմենը գնում ենք Մարտունի Արմենի գոլֆն էր ու ինչպես միշտ ես էի վարորդը կապ չունի ում ավտոն ես էի Էլի ավտոներից ենք խոսում Արմենի գոլֆը դիզել է 2 լիտր բենզին է լսում 10 օր քշում էինք հա դրա համար էլ այդ ավտոն էր ճամփին դե ամառ էր բան ասենք միտեղ կանգնենք բան գարեջուր վերցնենք Կանգնակ ու այդ լարված վիճակն է, էլի, այդ սերիալի մեջ այդ Մինասյան Հակոբյան այդ լարվածությունը, բայց իրականում մենք շատ մոտիկ ընկերներ ենք ու մինչև այսօր, որտեվ ինքը լավ մարդ է դրա համար ու ասի, խնդրեմ, ասի հանգարտ ճիշտ եք ավտոյից, ասի ես կմտնեմ, կվերցնեմ, էլի։ Չլսեցին ինձ։ Ես մտա խանութ, հետևիցս եկան։ Ու այդ խանութի աշխատող կամ հենց տերն էր երևի Ջայլ տղա էր, ինձ որ տեսավ, ժպտաց, ասի ինձ 3 հատ գարեջուր կտակ ու հետևից սենց տեսավ, էլի, որ եկան Արտուրն ու Արմենը սենց արեց, հորս արել մի հատից ավել չեմ տա։ Որ ու ինչ կնես, ընկի։ Գոգել երթում։ Աս խնդում ենք հմի, ինքը էլ լուրջ է, ինքը էլ չի ուտում էդ, էլի, որ այս մարդը ուրիշ մարդ է, այս մարդիկ իրար ընկերներ են, բան, տենց են որ Քորու փոշման էլի, ասենք լավ մի հատ դուր հելնենք ուրիշ խանութից են տանք է մնացած։ Մի հատով։ Հա, այդ առումով գնում ենք Շամշադին, նկարահանման, այդ սպրինտերի մեջ ենք, տեղավորված ենք, գալիս ենք հասնում ենք Բերդ քաղաք ու ոնց որ պետք է իջնենք, չգիտեմ, առևտուր անեն, ինչ անեն տղերք ու Արտուրը քնել է։ Այսպես պրոժներն այսպես ոնց քնում է, չէ՞։ Ապտե մեջ ճանապարհին քնել է։ Ոչ մեկի հավես չունեմ, բան։ Քնել է։ Մենք այդտեղ ջրիկացել ենք, բան, գալիս ենք կանգնում ենք, իջնենք խանութ ու հերթով իջնում են։ Մի հատ կինա աղջկա հետ կանգնած են այդ կանգառում ոնց որ կանգառը իրանք կանգնած են ու մեկը տեսնում են այդ մեքենայի մեջից մեկը մինասն է իջնում վայ այսպես ուրախանում են բանը սամոն է իջնում վայ համբարձումը վայ ամեն մեկին են որ սենց վայ բայց վայ չի է դե քնած է ստոկանջների մեջ ոնց աղմուկ է էլի այն որ մինասը վայ մինասը այն որ սենց շուխուրա մի հատ ահավոր է ինքն է իջնում դամ այդ որ իջնում մենք իջնում իրանք արդեն հեռախոսները բան պատրաստել են որ պիտի նկարվեն բան ու ինքն է իջնում ու այս որ վայ հերթով եկան ու մեկ էլ Արտուրն է իջնում սուս պրոշները սենց արած իրենք վայ Արտուր չէ կոզում վայ բասես ու սենց մի հատ այնպես մունաթ եկա վրեկներ այն որ մենք էլ սենց մանթոն գանք իրանք էլ սենց արեց Ոնց որ կինոյում նա անցել կյանքում։ Դու չէի բայց ես կա իրանց ապացուցեցին։ Ինձ թվում է միջի անհնար է, ֆակտ հակառակն է ապացուցում։ Պատկերացրու, ասենք իջնում ես, այդ սպրինտերից sense ոտը դնում ես, զուտ նրա համար, որ ասես Մորքուր ջան, կամած քնած մարդ կա, էլի, այդպես։ Մարդը ինչ իմանա այ։ Տարօրինակ, իսես մարոտները խառնած ինչ է կասում։ Քնից անել է։ Իսկ ցած քարացան այդ կինո ասեց, ոնց որ կինոյում նա տենցել կյանքում նա։ Բայց այդ օրվանից հետո իրոք տենց ես ինձ հաշիվ տվեցի, որ Դեմ ասում այդ օրվանից հետո էլի իրոք տենց է։ Տենցել մնացի մինչև վերջ։ Տղեկ, եկեք շուտ ընդմիջում ենք Արտուրին շատ չսպասեցնենք։ Տղերք, բայց կարող է ներվի, որ իրան չեն կանչել։ Դե լավ էլի Գեբ ջան, դու նրա փորը տեսել ես։ Էնի եկավ թե չէ սարք սրբի։ Հələ նայեք ինչ թարմ է, ձուկը մեջը թփրտում է։ Ահա նայ։ Ակամե ամենաթարմ մթերքով պատրաստված սուշի։ Թփրտում է։ Դե մեր պատմությունները իրականում շատ են։ Ես եմ որ ասում եմ ամենօրյա որ սկսենք հիշել լիքը բան ունենք հիշելու։ Շատ են։ Ու ես իմ համար շատ մեծ ոնց որ
որ ասեմ կարիերնի ռոստի, ինչ որ տրամպլին ա եղել, որ ասեմ բան, չէ, այդ բանը չի, բայց ինքը ճանաչում ձեռք ենք բերել։ Հիմնականում դե դու չէ, դու ավելի դրանից առաջ էիր։ Դու չունեիր սերիալներում, դու միջև մայր քեզ չեն Մենք ոնց որ մեր այդ ճանաչումը եղել է իհարկե բանակում հեռուստասերիալից, դրանից առաջ Չէ, ազատ խոս, այս բարի լույսի տաղավար չի, նորմալ բան արա։ Կարամ հանգիստ ասեմ։ Եթե ազատ խոսալուց է, Արտուր, մի հատ բան պատմեմ, ովքեր որ զինվորներ էին խաղում, շարքայիններ էին խաղում, տենց խնդիր կար, որ բան չէ, շալվար էին հանում, հագնում, բանում կադրում էլի։ Ախպեր միշտ թումբանով ֆռում էր ինքը։ Ասա։ Ոնց։ Ասա որ պարկած եմ այդ բանում, ֆռում է իրակում, տենամ կոշիկն է կոշկում եսի, ինչ արա սենց հետևով դեպի ստեղը սա։ Արա տենց հետև չէր այդ բա, հիմա է տենց այն ժամանակ ստեղը սա եկե ախպեր։ Արտուր ջան, ես ինչ ես անում, բրա։ Գիտես ինչ է միշտ։ Ռադուրսը փոխի, այ ախպեր։ Միշտ կոնֆլիկտ էր։ Որտեվ դե ասում էին տղերիկ մուկ բաներ հակեք, մուկ դրուսիկ հակեք, էլի ասում էին։ Այս Արտուրը ինչու գալիս է կարմիր, դեղի, որը կադրում բանանը վերել էլի։ Ու սա կռիվ դավի միշտ այ ախպեր ջան, ուրիշ բան հակի էլ ինչ է։ Ես դրանք եմ մտել հակում, ասենք ինչ եք ուզում։ Չէ, դա ֆիրմենի ես վարտիկներ ունեի, դրանով վարտիկ է։ Անել վարտիկները ես տեսա։ Միշտ կռիվ էր, քո Վարտիկները առաջինով։ Մի խոսքով ես այդ դրանք սիրում էի, հակնում էի, բան, որովհետև հիմնականում տղաները հակնում են վարտիկ։ Հա, հիմնականում։ Հիմնականում հակնում են, բայց նկարահանման համար ասում էին, որ դուք զինվոր եք, շարքային եք, պետք է լինի մուկ գույնի կամ սև կամ մուկ կամ։ Մի դեպք ես պատմեմ մեր զորամասից, ուրեմն կռիվ է այնտեղ ինչ որ եղել, հենց խաղապազորքի հետ, չգիտեմ, կարծեմ դաժե Էմիլն է, թե ում հետ ինչ որ վիճաբանություն իրականում։ Հա, իրականում, այնտեղ ենք նկարահանում, դա մենք երկրորդ հարկում էինք։ Այդպես բաները միշտ ես եմ բանել։ Ու այդ օրը Անդոն տեսարան է գրել, կարծեմ բաներով, տրիկոներով ենք։ Չգիտեմ, ապարում էինք, ես ինչ էինք անում։ Հետո ասա, տրիկոներով ենք, սաղը սենց դենց քիփ հակած բան է, որ սա ինչ ասես երևում է, բան, սենց բալերինայի բաներ է։ Էսի Patreon-ի թեմա է։ Ուրեմն այս տրիկոներով ենք, մեկ ներքևից ձեներ ենք լսում, բան, ինչ արա, բան, սենց խուճուճ ձեներ է, ջոյինգ որ Էմիլն է։ Տրիկոներով, վազելով սաղս իջանք ներքև, այս զորքը տեսավ, տրիկոներով, Եկել են բազարի։ եկել է բազարի։ ու ինչ այլ է ապեր, չէ, տրիկոյով։ Կարիշների մայր։ Հա, ախպեր, բան, ընդից նայում են դեմքներ։ Մասիկներով։ Չէ, բան չէ, ախպեր։ Բան չկա, խոսալու տակ ձեր չկա։ Է որ կային մեզ խոսալու անկախ քեզնից բան է։ Մենք եմ բան ինստիտուտի ժամանակ բարի բան, ժամի որ գալիս էր այդ տրիկոնը հակել, դե չես կար ախպեր, չես, ով չի հակնում, չի ստանում։ Լավ է թատրոնի ակլորի գլխարկներով սենց գալիս հետ խոսում էի։ Նեղվում է սարա, սենց ինչ որ դες բան է։ Էմիլի հետ որ ասիր կռիվ գիտես որ հիշեցի որ մի օր եկավ բան համասարանը գլաձորներ չէ համասարանը Հա, հիշեցի։ լաց եղած տենց որ սիրտս կտոր եղավ էլի ոնց էմոն լացում ա խի ինչի համար այն որ մրտմրտալով լսեցինք հասկացանք որ ինչ դեպք որ եղել է այդ գլաձորում ա եղել Էլ աշկերից դեմս այդ սևաց ավարանը տվեց գլխից բան հելել ենք ֆորմեկով սաղս երևի մի 20 հոգի մարդ էինք մտանք համալսարան արդ ինչ արինք ինչ ամոթ էր էս Մի րոպե մտնում ենք համալսարան մեր հետ ով է Փիրումյանը Արա Փիրումյանը ասեց Մակա Արտյոմ ջան մակա հենց ասես հա դու ինձ սենց արա հենց ասես կոտը մակա ասես կոտը մտնեմ ավիրեմ բան ասենք Փիրումյան դու հանկարծ չկպնես ոչ մեկի դա էնի բնածին կներեք եթերային չի տավար բնածին տավար որ մենակ ինքն է էլի եւ որ տենց կհիշեք էլի տենց ինչ որ պատմություններ եղել կարծեմ Հայկի հետ էր վիճաբանը Կբեյանի Փիրումյանը ինչ որ տեսարաններ ասել էր այս ինչը սենց արա դե Փիրումյանը տենց այդքան էլ լավ չէր պատկերացնում ինչից ինչ պետք է անի մի քանի անգամ հիշում եք ասում ենք նորմալ տեղներ գցում անում էր էլի մի օր ներվայնացի ինչ որ տեսարան պետք է խաղա չի ստացվում այդ պահը մոտը ինչ որ բան չի լինում սենց հելավ սենց
շարժումներ անում, ասում ենք ախպեր հանգստացի որ հելավ կուտի, ապա հայկը չլինի ով ուզում է անի։ Եթե Ջորգերի մեջ է, ուրեմն մի բան բլելու է, ինչ-որ սունա ջարդվելու, մի ծառը արմատախի լնելու, մի բան։ Այո, ոստյան փրեշտա, չէ, փրեշտորի մեջ վիճակն է։ Այս Փիրումյանը, դե այդ ով ծառայել է, գիտի, այդ կոյկեքը երկու հարկանի են, այդ որ քնում ենք։ Արա հա, որ բան։ Ճաղերը այսքան ճաղեր է դրա այդ ծառայից։ Ու սենց հաստության էլի։ Որ ասած սենց անելով գնում է, սենց քաշելով սենց գնաց ախպեր։ Միլիարդ քաշ է ուտել։ Մի րոպեում սաղրյադը սենց նայում է սաղ սենց է։ Ուղիղ էր, հիմա սենց է։ Փիրումյան հետ դիր տեղը, հետ սխմի նկարում ենք։ Ասիկ բայց ինչ է։ Ասիկ հետ դիր տեղը, Սակոին հերոստատիտողը կհիշի։ Սարգիս Վարդանյան։ Արտյոմ որ խաղում էր, սերժանտ էր խաղում, Արտյոմը, Բարեցը։ Սակոնը ատե, Ճոմը ասեց, սա կարաս էտի դզես։ Դե գիտենք որ ուժեղաբան, նայեց Ճոմը սենց արեց։ Ապա էտի զավասկոյ է, էտի չի։ Ճիշտ է։ Ասեց զավասկոյ տենց է։ Սակոն որ եկավ, Փիրումը չկար ոնց որ, չէ՞ արդեն։ Որ եկավ նկարան։ Այդտեղ չկար այդ բանը։ Այսինքն իրանք իրար չեն նկարվել։ Նկարվել են։ Հա, Չէ, ես չեմ հիշի այդ բանը։ Ես հիշում եմ չեն նկարվել, այսինքն այդպես ծռած մնացել էր, հետո որ Սակոն եկավ, դե ամենաուժեղ տեղն էր, դե հիշեցինք էլի, էդի տես ծռած էլ մնացել էր, էլի Փիրումից հետ էր։ Էդի միջև այսօր ծռած է։ Ասենք դզի, Սակոն ասեց ախպեր, էսի չի դզվի։ Կատանկա է կողքը։ Ասեց զավասկոյը, ասիկ չէ ախպեր, զավասկոյ չի, Փիրումյանն է, Մի արե։ վարկյանը Մեկը հիշեց Փիրումյանի սենց է։ Ալավ էլի Փիրումյանը ոնց կարա այդյանը, Սակոն մի ձև բան, մի հատ դզեց։ Հետո Փիրումյանը եկավ։ Փիրումյանը մի հատ էսիկը դզեց, սենց է, հայ չի եղել։ Մեկ, Դզել եմ գնաց տեղը։ Տղերք, մի հատ պատմություն հիշում եմ, որ Նա գրել կա էլ կպչել։ Սովետաշեն գնացել ենք նկարահանման, Զորամասի դեմ եկանք մեքենայով կանգնեցինք, ու ինչ որ այդ մեր բաներն ենք դզում բլախներ, գլխարկներ, բան, որ պետք է մտնենք Զորամաս ու կողքը մի հատ մեքենա է կանգնած, տղերքին երևի եկել են տեսակցության բան, ու տենց շատ անշնորհք սկսեցին կատակներ անել։ Տենց հասկանում ենք, որ մեր մասին է ինչ որ բարձր ծիծաղում են բան, սա սենց գնում եմ էլի ատամներ սրում կրճտացնում եմ, որ բան ասեմ, լավ տղերք ուշադրություն մի դարձրեք։ Աշխուր կատակները մեր մասին է, թե Արտուրի մասին է։ Չէ, օբշի, մեր Ոչի մեր մասին է։ Է որ տենում են ոգևորվում։ Է որ ոգևորվել են ինչ որ անհամ կատակներ, բան լավ ասում եմ ուշադրություն մի դարձրեք, անդադ փորձում եմ մեղմեմ էլի այս սիտուացիան, բան։ Վերջը տեսանք որ շատ է, տղերքից մեկը ասեց հանգստացեք էլի տղերք, որ դերասաններ ենք, այդ չի նշանակում էլի, որ կարաք ասենք անհամ կատակներ անեք, վերջը տենց չի, ու ստեղ տենց բան եղավ։ Խոսակցություն, վիճաբանություն սկսվեց, բան։ Հիմա մերոնք տականում են, նրանք տականում են, մեջտեղ են գելեմ ասում տղերք, մի արեք բան էլի եկեք բան Ոնց որ միշտ էլի, եւ ու այս արանքում որ ես մեղմում եմ, այս Փիրումյանը գնում գալիս է 300,000 տվեք կամ ձեր հարսանիքը վարեմ ընթացքում արդեն խոսացել է։ Այս Փիրումյանը գնում գալիս է ինձ կամած ականջիս ասում է թող մեղած զանեմ սրանից։ Ասում եմ Վաղինակ դու ենք ով գնա ասում եմ դու գործ չունես էլի դու մի խառնվի ասում եմ Վաղինակ, մենակ դու ես ես համեղմում գալիս ասում եմ ախպեր թող մեղած զանեմ այդ տղին էլի ասում եմ որ տեսայլ արդեն շանս չկա 15 րոպե բացատրեցինք հավազեցինք որ բան ասի Վաղինակ զարգ Վաղինակ զարգ Այս Վաղինակս գիտես մի հատ ասեց Վաղինակ զն հենց ասեց կպցում ուրեմն որ այդ տղուն խփեց Վաղինակը օդ հելավ այդ տղեն ընկավ ու վերջ ոչ մի ռեակցիա չկա ու սա խոսակցությունը մոռացան սաղով ուզում են ուշքի բերեն բուժեն այս տղուն բան բայց հնարավոր չի շարժվում ուստեղ ամենահետաքրքիրը որն է այս Վաղինակը զանել է ու չի նայում դա ինչ ա եղել ջևին է նայում որ հենց ասես մի հատ էլ է զանել ուրիշի էլ է խփելու բայց չի ասում այնպես էս կանգնել է ախպեր ասում ենք արի հետ արի բան ասես մի ձև դրան հետ բերի ձեռուսն բայց դե Փիրումը կյանքը Հա ատամները կրճտացնում էր ապա մի հատ խփել արդեն վերջ Տղեկ ես որ փոքր էի, չէ, երազում էի այսպես մի հատ տուփով ինձ նվեր տան ու մեջը տարբեր նվերներ լինեին։ Թե չէ մի նվերից շուտ ես հոգնում էլի։ Դե ասա այն ժամանակ որ for you AM-ը լիներ, դու երջանիկ մանկություն կունենայիր էլի։ Հա չնայած հիմա էլ ուշ չի եմ ջան, կարամ ծնունդիդ ասենք քո մանկության երազանքը իրականացնեմ։ Չէ, Գև ջան, այդքան օր չենք սպասի ծնունդին, հենա մի ամսյա կա։ Հարց չկա, դու գունվերի տուպը ընդրե, մենք կնվիրենք։
Կուզես For You AM-ին պատվիրենք, ասենք բրենդավորված տուփով, ասենք խոսքի Դռնակ Production-ի լոգոյով է անի։ Բայց շատ լավ ես ասում, գիտես, այդպես ասել ես, հա, այդպես սпасելու եմ։ Բայց անեց կանեք, տուփը կարակ դուք ընտրեք, մենակ մեջ նվերները, որ մի քանի հատ sense տարբեր լինեն։ Հասկացանք, դե սпасիլը տեսնենք ստեղ ինչ կա նոր։ Բացնենք։ Հələ։ Մի հատ էլ հետաքրքիր բան երևի հիշենք, մի դրվագ էլ հիշենք մեր բանակում հեռուստասերիալից։ Ուրեմն նոր տարվա տեսանը բոլորը կհիշ, նոր տարվա երգ ունեինք, մի հատ 2000 որ սաղս երգ ունեինք։ 10-ի, հա։ Ամեն մեկս մի բան ունեինք։ Ես Ինչ-որ պարտիաներ կային, տենց ընդհանուր երգը ստացվել էր, գրել էինք, բան, տենց խառը է, որ ով երգել գիտեր, ով չգիտեր, ով բաղաձայն էր, որ ձայնա, նույնիսկ այդ վիդեոյում երևում է, այնտեղ մի հատ կտոր կա համո գագոյի գագոն, այնտեղ մի հատ հատված կա, որ բան է, համո։ Հա, դամ պամ պամ։ Արա այդ գագոն միջևեր չկարեցավ այդ տակտը բռնեցնել։ Ծերացանք հիշում ես կողքը։ Այն որ ընդ ասում համո, ինքը այդ համոն ասում, նոր ինքս տենց անում։ Դե կոկորդի Չելի համար եք ծերացել, ես հետաքրքիր բան էր ու ճիշտ ասած մի հատ ռեկվիզիտ եմ բերել։ Մեր հանդիսատեսն էլ կհիշի այդ ռեկվիզիտը ու հուսով եմ ձեր մոտ լավ հուշեր կարտնացնի։ Ինչ արդ ֆորմից։ Նայ, խնդրեմ, այս տենց է։ Այ տենց էր ամբեր։ Օրոյս չորդ։ Ինչ ես ասում։ Օրոյս իմ գիտարիոնն էր։ Հիշում եք, դե ասեք, ասեք։ Սպասի։ Էմիլեսի դու ես Մի րոպե սկիզբը։ Սպասի։ Նորից ես քեզ նայում հիանում, բայց ես չեմ կարող, կաս նվագի ես երկեմ։ լարի տուրն խոսել լարի։ Ես Էմո ես սրանով երկում էիր դու նվագում էիր։ Այդ ենք երկում համբերի։ Նորից ես քեզ նայում հիանում, Նորից մոտենալ խոսել փորձ, մթոմանդը նվագում էր, ասում եմ նվագել չգիտեմ, բայց երբ մոտենում եմ, նորից լռում, Քեզ հետ խոսել չեմ կարողանում, միայն նայում քեզնով հիանում։ Այստեղից մահա, նայ։ Դե չգիտեմ ախր ես քեզ ուզում եմ։ Ո՞րն է տարբերությունը ուզում թե սիրում եմ։ Միթե այդ ուզելը սիրել չի, ինչ են ասում, ուզելդ քիչ է։ Դե որ այդպես է ուզելդ կամ որ չլինի, կամ էլ որ ուզածս իմ կողքից լինի։ միայն նայել լռելով այսպես ուզ լինի, Ու վերջում մի հատ էլ բան ու կադրը փոխվում էր մակարի վրա։ Առավոտյան ճաշարան, մի հատ ձեր համար երգեմ երգում։ Երգ նաև հանդիսատեսին ես դες շատ սիրում եմ իրականում ու ուզում եմ որ այս երգը ձոնեմ նաև ձեզ։ Լուրջ երկար։ Թե մի րոպե կենտրոնանում։ Սիրո կամին, թող մազերը իմ համբուրի, Սիրո կամին, թող աչքերը ինձ ժպտան։ Բրավո Արթուր։ Ես ամեն մարդու համար ճիշտ ասած այսքան բան չէի անի, էլի, բայց իմ հանդիսատեսին ու ձեզ նվիրված։ Շատ անկեղծ էր ամենայն դեպս։ Ասեք որ լավն է։ Անկեղծ։ Այո։ Քանի տարի է պահել ես դու այս գիտարը։ 17 տարի կա ու ես պահել եմ սա, իրականում ուզում էի ինքը միշտ լինի որպես մի բան, որպես մի հուշ։ Համ գիտարը պայի, համ էլ քեզ Ճիշտ է մի քիչ պայի։ ճիշտ ցույց չտվեց, չէ՞։ Արթուր, միշտ բոլոր հաղորդումների ժամանակ ասել ենք, որ մեծ արխիվ ունես ֆոտոների ու վիդեոների, չգիտեմ վիդեոների ինչքանով, որովհետև այն ժամանակ sense լավ հեռախոսներ չկար, որ որակյալ վիդեոներ լինեին, բայց ֆոտոների գիտեմ, որ բավականին մեծ արխիվ ունես։ Իսկ կարող է 10 օգտագործենք։ Չէ, չի լինի։ Ոչ մի չի փոխվես։ Բան չի փոխվում, հա։ Մեծացել։ Ես ունեմ իհարկե ունեմ լավ մեծ արխիվ, Գիտենք ախր։ Բայց չի լինի։ բայց չի լինի։ Ուրեմն այնտեղ կհիշես 6300-ով բան նկարած վիդեոներ կային։ Ես հիշում եմ, որ երբ որ Suzuki-ին խփեցինք, Գևնել Կա։ պատպրիզը Ես ձեր հաղորդումը տեսել եմ Վահագի հետ։ Ասեմ, շատ հետաքրքիր հաղորդում ունեք։ Չէ, այդտեղ դուք խոսում եք այն մասին, որ գնացել ենք Վահագյանց տուն, կովի չալա ուտելու, Արտյոմն ասա, Արտյոմն է Կարապետյան, գիշեր։
Ուրեմն այդ օրը հիմա կպնում եմ նրան, էլի, ֆլեշբեքա գնում Վահագ դեպի։ Այդ օրը մենք կերանք, խմինք, բանարինք, գնացինք ինչ որ տեղ։ Ապա այդ պատմել ենք։ Դու Դու այդ վիդեոն ունես թե չունես։ Հիմա այդ վիդեոն, այդ ժամանակ։ Ես կոնկրետ նկարում եմ։ Կա այդ վիդեո։ Այդ վիդեո։ ման ենք գալի Այդ փնտրում վիդեո ենք։ ես նկարում եմ ու խփում ենք ավտոն։ Ապրես, էտա պետք ունես։ Ու նաև, լսի, ու նաև այդ ավտոն որ բրթում հանում ենք, դրանք սաղ նկարած է։ Այդ պետք է։ Այդ մատերիալները պետք է, պետք է ասես որ մենք օգտագործենք, էլի չինի, հա։ Մեկ էլ մի հատ բան եմ էլի հիշում, որ ճաշարանում էինք, ինչ որ նկարանում ունեինք այդ ամբողջ մեր երկրորդ վաշտն նստած, կաղամբով բորշ էր կամ ինչ որ մի հատ ճաշ էինք ուտում։ Միշտ նիպանյատնի է, չէ՞ էլի։ Այս բանը Վահանը, Մակարը, սենց գցեց բանը, գթալը գցեց, սենց հանեց տարական։ Լավ լուրջ ես ասում։ Դե հա, մենք ենք կողքի կազմակերպել։ Մեկը ես գցել եմ մեջ։ Տարական սենց։ Սենց հանեց տղեկ ով կուտի, ասենք Հետո սենց նայեցինք, դες կերավ։ Էդ ինչ ես ասում։ Լուրջ ես ասում։ Հա։ Կարող է սարկացել այդ տարական, այդ տարական չէր ինչ որ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, դա տառականակեր է։ Տենց այդ Արջան, ես Սալադը չի եղել տխուր ֆոնի վրա էլի, չէ կարակեր։ Այս տխուր ֆոնով պետք է ավարտենք, ուրիշ տարբերակ չկա, բայց կուրախացնենք անպայման այդ նոտան կա, որովհետև մեր գործընկերոջ կողմից ուզում ենք քեզ մի հատ շատ սիրուն օրիգինալ նվեր փոխանցենք։ Այո։ Դու այսօր մեր հաղորդումը շատ սիրունացրեցիր։ Մենք էլ ուզում ենք որ Սարնի ընկերության կողմից։ Օհո, էս ինձ, հա։ Հա, բաց լնայ։ Ուֆ, Մի հատ այդ բացիկը կարդա։ Բայց մտ հոտս գա։ էս օճար, հա։ Հա, բայց ճուտ ես։ Որ շլավն է, էս չոտ ունի։ Օշեն շատ լավն է, արամատը հոտը։ Ամեն հանդիսատեսն է թող տեսնի, հա։ Խնդրեմ։ Չէ, իրականում շատ սիրուն է։ Բայց այդտեղ երկտող ունեմ, ուզում եմ կարդամ։ Մի րոպե։ Հա, իմիջայլոց մեջ այդ բացի։ Հովանես Շիրազ։ Հա։ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, ու վարդերը այտերիս ու գարունը կրծքիս տակ։ Այստեղ վերջանում է, բայց պետք է լինի նաև Սարից իջա ես քաղաք։ Էդի արդեն տեղա թողած, որ դու շարունակես։ Որ դու շարունակես։ Հա, օքեյ։ Հա, մարքեթինգային քայլ է, շատ շնորհակալ եմ։ ապրես, մենք եք շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ։ Շատ լավ է, կներեք, ճիշտ է, ես հասկանում եմ դուք պետք է եզրափակեք հաղորդաշարը, բայց ես եմ ուզում շնորհակալություն հայտնեմ ձեզ այս նման հետաքրքիր պրոյեկտի համար։ Դուք գիտեք իմ համար ինչքան տեղ ունեք ու մեր ընդհանուր ընկերությունը մի հատ ուրիշ մակարդակի վրա է եղել։ Ու դուք որ կարողացել եք հավաքվել իրար գլուխ, ասենց մի հատ հետաքրքիր բան եք։ Արդեն հուզվում եմ։ Ես իդեպ էլի տղեկ անկեղծ շնորհակալ եմ ձեզնից, որովհետև 10 քանի տարի անց դուք հանրայնացնում եք այն հիշողությունները, որոնք մենք ապրել ենք ու ապրեցնում եք տալով հանդիսատեսին։ Շնորհակալ եմ ձեզնից։ Սիրելի հետևորդներ, երևի արդեն հասկացեք, որ Հակոբյանի կերպարը մեր շատ սիրելի ընկերոջ Արտուրի հետ բացարձակ կապ չունի, Արտուրը կյանքում շատ քարքի, բարի, լավ դրական մարդ է։ Իդեպ դուք ձեր եկամուտները հայտարարել եք արդեն։ Կարծեմ մինչև նոյեմբեր ժամանակ ունենք։ Թերևս այսքանով ավարտենք մեր այսօրվա հաղորդումը։ Եթե կուզեք նորից տեսնել մեր եթերում այս մարդուն, իր պատմությունները շատ են, գրեք մենք կկազմակերպենք։ Ֆակտորա են գրել։ Ֆակտորա է, բա էսի։ Հա, մերսի տղեկ ջան, ապրեք շատ։ Գիտարը, Գիտարյոնը։ Գիտարյոնը մոռացար։ Թողեց տեղից, տանեմ աչքիսի մոտ։ Բայց ինչ էր խոսում։ Կարող է բայց լուրջ բան գնա դի զանգի բան հայտարարագրել եք շատ վախենալու կերպար է Վերջում խիթել կարեց, բայց որովա զանգի խիթել խոսած Ադելա չեղավ Արտուր Էլարի Խոհանոցում, խոհանոցում, կաղնիքներ